Նարե որտեղ ես, զանգում չես պատասխանում։ Մարկ կներես, Մարայի հետ եմ, խանութ էինք մտել, երևի չեմ լսել, հիմա սրճարանում ենք։ Մարային բարևի։ Դու երբ կգաս, ես օֆիսից արդեն դուրս եմ եկել, մեկը կա պիտի տենամ, հետո տուն եմ գնալու։ Երկար չենք մնա, մի քիչ հետո կգամ։ Դե լավ, համբուրում եմ, պակա։ Կյանքը դասավորել դեռ չի նշանակում երջանիկ լինել, նայում եմ քեզ ու վախենում, ես ինչա վիճակդ, ոնց որ աշխարհի դարդ ու ցավը քեզ տված լինեն, ուր է իմ անհոգ Մարկը, միթե մեծ սերդ քեզ այսքան դժբախտ էր դարձել։ Էլիզա, ես քեզ թույլ չեմ տա դու նորից մտնես իմ կյանք։ Մարկներ Ինչ էր ասում։ Բարևում էր քեզ, ասում էր, որ տանը ինձ կսպասի։ Նարե, մտած բաղ ես, ինչ-որ բան է քեզ անհանգստացնում։ Չէ, Մարա ջան, ամեն ինչ կարգին է։ Ինչ կա մտահոգվելու։ Ինձ չես խաբի։ Ճիշտ ես։ Ինչքան էլ փորձեմ ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, բայց միևնույն է ինքս ինձ եմ խաբում։ Կարող է Էլիզն է պատճառը։ Չէ, Մարա ջան, ինչ ես ասում։ Էլիզան այստեղ ոչ մի կապ չունի։ Մարկը Էլիզայի գալուց առաջ էր փոխվել։ Ես սկսել եմ նրան կասկածել, չհավատալ։ Նույնիսկ մտածում եմ, որ նրա կյանքում ուրիշ կին է հայտնվել։ Չեմ հավատում։ Մարկից նման բան չեմ հավատում։ Ես էլ չեմ հավատում, բայց էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Մարկը շատ է փոխվել։ Մի տեսակ մոլորված է։ Կարծես ինչ-որ խնդիրների մեջ լինի, որոնց մասին ոչ մեկին չի ուզում պատմել։ Բան չեմ հասկանում։ Ասացիր, որ վաղը միասին գնալու եք քաղաքից դուրս հանգստանալու։ Հա, գնում ենք։ Ու ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց մտածում եմ, գուցե դա էլ փախուստ է ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից։ Նարե, անհիմն կասկածներով ես ապրում։ Ձեզ երկուսիդ միայն մի բան է հարկավոր, փոքրիկ հրաշք, որն էլ ժամանակի ընթացքում կլինի։ Միայն համբերել է պետք։ Մեծ սերը փորձությունների միջով անցնում։ Չգիտեմ, Մարա ջան։ Ես էլ ոչ մի հույս չունեմ։ Եթե դուք իսկապես սիրում եք իրար, ոչ մի բան չի կարող ստիպել, որ հիասթափվեք իրարից։ Գիտես ինչ անհոգ են մարդիկ ապրում արտասահմանում, անգամ երեխա չունենալով, կյանքն են վայելում։ Երբ վթարից հետո հիվանդանոցում իմացա, թե ինչ է ինձ սպասվում, ինձ թվաց կխելագարվեմ։ Բայց հետո աշխարհի երջանիկն է, որ Աստված կողքից Մարկին է թողել։ Տեսնում ես, ինքդ ես ասում։ Այսքան տարիներ ես ապրել եմ սիրելով ու սիրվելով։ Ամեն նոր մորս ու Աստծուն շնորհակալություն եմ հայտնել, որ կողքից Մարկն է։ Բայց հիմա զգում եմ, ոնց է իմ փխրուն երջանկությունը հոտս ցնդում, որովհետև Մարկը էլ չի դիմանում։ Արի դու Մարկի տեղը մի որոշի, դիմանում է, չի դիմանում, ինչին է դիմանում ինքը գիտի։ Եթե նա քեզ առաջարկել է, որ վաղը գնաք միասին հանգստանալու, ուրեմն ուզում է, որ ամեն ինչ առաջվա նման լինի։ Էնպես որ սիրելի քույրիկ, վաղը հագնում ես նոր զգեստդ, լայն ժպիտով մտնում ես ամուսնուդ թևը ու առաջ դեպի պայծառ ապագա։ Երանի ամեն բան քո ասածով լինի, Մարա։ Նարե, հավատա, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Դե ուրախ եմ, որ ծանոթացանք ու միասին աշխատելու ենք։ Հուսով եմ պրոբլեմներ չի լինի։ Կներեք։ Ահա Կարինա։ Ես հիմա զբաղված եմ, քեզ հետո կզանգեմ։ Կներեք։ Ոչինչ, ոչինչ։ Ձեր կինն էր, հա։ Ով Կարինան։ Դեռ ոչ, բայց հուսով եմ շուտով կդառնա։ Ինչի վրա կանգարանք։ Դե որ ուրախ էինք ծանոթանալու համար։ Դե մնաք բարով։ Ես նախագծի փոփոխությունների վրա կաշխատեմ ու նորից կհանդիպենք։ Լավ մնաց։ Ուրեմն Արսեն Ղազարյան։ Էսա հա քո նոր ընտրյալը, սերս։
Ավելի լավ հանդիպում չի էլ կարող պատկերացնել։ Մամ ճիշտն ասած այնպես եմ անհանգստանում, ոնց որ առաջին անգամն է։ Դե ինչ-որ չափով առաջին անգամը։ Նիկայից հետո Արսենը առաջի տղամարդն ավ այսպես արժանանում է քո ուշադրությանը։ Մամ, բայց ես Արսենին չեմ ասել, որ ամուսնացած եմ եղել։ Ուրեմն վախենում ես, որ կկորցնես։ Գուցե դու ճիշտ ես, մամ։ Բայց գիտես, ինձ օրինակ չի հետաքրքրում, թե միջև մեր հանդիպումը Արսենի կյանքում ով է եղել։ Ուզում եմ, որ նրան էլ չհետաքրքրի իմ անցյալը։ Չէ, դու հաստատ միջև ականջներդ սիրահարված ես։ Մամ ջան, ինչ լավ է, որ դու ինձ հասկանում ես։ Այդ սերը այնքան պարզ, բայց միաժամանակ այնքան բարդ հասկացողություն է, որ ինքս էլ գլուխ չեմ հանում։ Սիրում եմ, թե ուղղակի հրապուրանքը, որը ժամանակի հետ կարող է անցնի։ Կարինա, ինչ էլ լինի, ես ուզում եմ, որ դու այլևս չփոշմանես քո ընտրության համար։ Չգիտեմ, մամ։ Շատ բաներ են փոխվում մեր կյանքում, բայց ամենայն դեպս կտեսնենք, թե իմ սերը ինչ պտուղներ կտա։ Հա, ինչ ա եղել։ Այսինքն չէ Սոսին աշխատանքից տեղը ասել։ Պարզա։ Կնստես, թե այսօր կանգնած ես մնալու։ Նստեցի, դե ասա։ Ինչ ասեմ, գնացի հանդիպեցի աղբորոդ հետ ու ասեցի, որ Ինան շատ վատ է, Արեգը հիվանդ է ու ինքը քո օգնության կարիքն ունի։ Հասկանում եմ, Ասիա ջան, ուզեցել ես ինձ լավություն անես, բայց Սոսի ձեռը ինչ կա, որ ինչ անի, հազիվ է իր ընտանիքը պահում։ Չհասկացա, աղջիկ ջան, ամեն ինչ մենակ փողով չի որոշվում։ Դու այսօր մենակ քո երեխու կյանքի համար կռիվ ես տալիս։ Բա կողքդ մի հարազատ չլինի, որ թև ու թիկունք կանգնես դժվար պահին։ Ես նրա վրա հույսս չեմ կարող դնել։ Նրա կինը չի թողնի, որ աղբերս որևէ քայլ անի։ Աղբերը կներես այդքան անողնաշարա, կինը պետքա թույլ տա, որ ինքը քրոջը օգնի։ Այսա, քո աղբերը ամուսնացած չի, ու Աստված ոչան, եթե նրան Սուսանի նման կին հանդիպի, այն ժամանակ դու կհասկանաս ես ինչ եմ ասում։ Սոս, քեզ ինչ ա եղել։ Ինչ եկել ես ձենը դուրս չի գալիս։ Հանգիստ թող ինձ։ Չհասկացա, այդ ոնց ես հետս խոսում։ Կարող է բարեկամներիցդ մարդ ես տեսել ու նորից հեղափոխվել ես։ Լսի, ասում եմ տրամադրություն չունեմ, թող գնաս տեղից։ Ձենդ մի բարձրացրու վրես։ Երբ որ կբերես ընտանիքդ առոք-փառոք կպահես, այն ժամանակ իրավունք կունենաս վրաս գոռալու։ Կարաս գոնե մի օր կյանքս չպղտորես։ Ասում եմ սուս մնա։ Յա, այդ արդեն ձենս էլ չես ուզում լսես։ Կարող են փչացած քուրդ ավելի պակաս բաներ ա խոսացել։ Ինձ չարեցիր, որ ես երես ունենամ քրոջս դեմքին նայելու։ Ինչի չասեցիր, որ Ինայի հետ վիճել եք դրա համար տնից գնացել։ Ասում էի, չէ, որ այդ լրփին ես տեսել։ Այդ էլ իմ լավությունը, որ ասեի, կգնայիր քրոջդ կսպանեիր։ Այդ ինչ ասել, որ պիտի սպանեի։ Էլ ինչ թողեց, որ չասեց։ Աշխարհի տակ ինչքան մեղ կար, իմ ու քո վրա բարթեց, վերջում էլ անիծեց, լակոտին առավ ու գնաց։ Հիմա ով գիտի քանի հոգու հետ ա քարշ գալիս։ Ինչ լավ ա, որ ռադը քաշեց գնաց, խայտարակ չեղանք հարևանների մոտ։ Սուսան, ոնց եմ ես այսքան տարի քո հետ ապրել, զարմանում եմ։ Երբ Սոսը չէր աշխատում, դրա ընտանիքը Սուսանի ծնողներն էին պահում, իրանք արտասահմանում են ապրում, միջև մալ փող են ուղարկում։ Ու Սուսանը առիթը բաց չի թողնում այդ փաստը ամեն անգամ աղբորը սերեսին շպրտելու։ Չեմ հասկանում, դրա պատճառով աղբերը չի ուզում քո հետ կապ ունենա։ Չէ, աղբերս ավելի շատ ամաչում է, որ բաժանված քուր ունի։ Դե ինքդ էլ գիտես, բաժանված կնոջ հետևից ինչեր են խոսում Ասիա ջան։ Լսի Ինա, եթե դու իսկականից փողոցային լինեիր, մեկը աղբերդ իրավունք չուներ քո հետ այտենց վարվելու։ Մարդ գժվում է, որ մտածում է մի հոգու գլխին կարա այսքան բան գա։ Բա որ ասում եմ դժբախտի մեկն եմ, չես հավատում։ Լավ, ինչ արեցիր, ինչ ասեցիր աղբորդ։ Դե ինչ պետք է ասեի, ասեցի գնա ոնց միջև այդ հանգիստ ապրել ես, տենց շարունակի ապրել։ Դե դու լրիվ աննորմալ ես էլի։ Գնա մենակ տառապի, ինչ ասեմ, ես էլ ինչ կարամ անեմ։
Ոյ սենց մենակ չթողնես էլի։ Անխելք ջան, քեզ կարող է, բայց Արեգիս ոչ մի դեպքում։ Այ տղա, ամբողջ օրը սենց պարկած մնացիր։ Գոնե ասա ում հետ ես կռվել, ինչի համար։ Չեմ կռվել, մամ։ Գործ անելուց ընկել եմ, արդեն 10 անգամ ասեցի։ Վահե տղա, այդքան երեխու նման եմ ես, որ խաբում ես ինձ։ Լավ, ես հեսա Կարենին եմ զանգում։ Հերիքա, Կարեն հա Կարեն, ոնց որ դասատուս լինի։ Մեկ կասես ով է Կարենը, հե՞։ Ոնց թե ով է Կարենը։ Նախ Կարենը, քրոջդ ամուսինն է։ Երկրորդն էլ դու փաստացի Կարենի մոտ ես աշխատում։ Ամբողջ օրը նրա հետ ես անցկացնում։ Դու բան չես խոսում, դրա համար էլ ուզում եմ զանգել Կարենից իմանալ ինչ է եղել։ Կարենին ավելի շատ ես հավատալու, քան քո սեփական տղուն, հա։ Ինչեր ես խոսում, Վահե։ Պողոսի մոտ աշխատեիր, Պողոսին կզանգեի իմանայի ինչ է եղել։ Կարենի ինչ կապ ունի այստեղ։ Ոչ մեկին է չզանգես։ Ասեցի ոչ մի բան էլ չի եղել։ Մի քիչ հաստիր ուտը։ Վահե տղա, քեզ հավաքի։ Էս ինչ ձևով ես խոսում հետս։ Էս այլ Ռուզանի մոտ զգացիր ոնց ին վրա գոռացիր։ Կներ ես մամ։ Լավ է էլի։ Սովորել ես։ Ներողություն ես խնդրում ու անում ես այն ինչ որ ուզում ես։ Վահե, ես քեզ հաց չեմ տա, միջև չասես ինչ է եղել։ Դու լրիվ ինձ երեխու տեղ ես դրել։ Կարող է գիտես լակ ուտեմ, պահաջում ես հաց չես տալի ուտեմ։ Ախր ինչի չես ուզում հասկանալ, Վահե։ Մեր եմ, անհանգստանում եմ, չէ քեզ համար։ Մտքովս 1000 բան է անցնում։ Որպես օրենք վատ բաներ, չէ։ Վահե, կարող է այս ամեն ինչը Մարայի հետ է կապված։ Մամ 1000 անգամ ասել եմ, Մարայի թեման փակված է։ Ուրիշ բաներից խոսա։ Այ, երբ եմ քեզ ամուսնացնելու խիղճս մի քիչ հանգստանա։ Վեր կաց, վեր, լվացվի արի հաց ուտել։ Ապրես Զինա ջան, բա դու հաց չես ուտում։ Հակոբ ջան, ես կերել եմ, դու անուշարա։ Բայց չեմ հասկանում, տղետ միջև այս ժամը, ուրա, ինչի տուն չի գալիս, որ սեղանը 1000 անգամ չդնեմ ու հավաքեմ։ Չգիտեմ, ես իրա մոտ չեմ եղել։ Ուֆ, չեմ հասկանում, տղես միջև գիշերվա կեսը, մեջքը ծռած աշխատում է, իսկ այդ Ալլայի տղեն իրա համար ֆրֆռում է։ Ոնց որ Վահեն լինի շեֆը, տղես էլ իր աշխատողը։ Այկնի քո ինչ գործ։ Ինչ ես ամենտեղ քիթդ խոթում։ Տղերք են, իրանք գիտեն ինչ են անում։ Հա, լավ, քո ասածն է։ Այդ տենց ես ասել ամբողջ կյանքդ, ուրիշների համար աշխատել ես, որ ոչինչի չես հասել։ Էլի սկսեցիր դժգոհել։ Չէ, լավ, դժգոհ չեմ։ Դու քո համար հանգիստ հացդ կեր։ Հիմա իմ ուշքու միտքս ուրիշ տեղ է։ Հիմա ինչ ես մտածել։ Հակոբ, մեր են հարևանի տղուն տեսել ես։ Իրա ճոխ ընտիր մեքենայով որ գալիս է, ճռացնելով կանգնում է, մեջից էլ աղա դուրս է գալիս։ Հիմա դու մեքենան ես հավանել, թե ճռոցը։ Ուֆ, Հակոբ, ինչ տարօրինակ մարդ ես։ Մարդ քո հետ ոչ մի լուրջ թեմայով չի կարողանում խոսել։ Հակոբ, ասում եմ, այդ մեր հարևանները ոնց որ հարուստ մարդիկ են։ Ինչ կլինի, որ մի օր հրավիրենք մեր տուն։ Կարող է Մարայից էլ հավանեն, իրանց տուն հարս տանեն։ Թե չէ Մարայի հույսով որ մնանք, այդ աղջիկը ամբողջ օրը Վահեի պոչը բռնած ման է գալու։ Դու ինչ մարդ ես։ Ինչ ես քիթդ ամենտեղ խոթում։ Լսի, ասել եմ, չէ՞։ Մարային դու չես ամուսնացնելու։ Մարաս կրթված ու շատ կազմակերպված աղջիկ է։ Ինքը իր կյանքը կարա դասավորի։ Հանգիստ թող։ Մարային էլ, ինձ էլ։
իմացի Հակոբ տղա, մենակ Զինայի մեռնելուց հետո ես դու հանգիստ ապրելու, չնայած չէ, այն աշխարհից էլ եմ կյանքդ ուտելու։ Հետուր, արդեն այն աշխարհ ես գնում։ Կարեն եկար, գնա լվացվի ես հաց դնեմ։ Չէ, Լիան, սոված չեմ, անկողնից բացի պարկ եմ։ Կարեն ես ինչ ա վիճակդ, էլի կռիվ ես արել։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել, Լիան, ինչ ես խառնվել իրար։ Կարեն մի ստի, ես կիմանամ։ Գլխիս մաման ա դառել, որտեղից պետք է իմանաս։ Հեսա զանգում եմ Վահեին։ Լիան, ես քեզ ասում եմ, ոչ մի բան չի եղել։ Կզանգեմ Վահեին, անկողին ես բաց։ Լավ, հանգստացի ու մի գոռա, տեսնում ես երեխեն քնած է։ Հեսա կբացեմ։ Ոնց անցավ որը։ Գերազանց, Մարայի հետ էի։ Շատ շնորհակալ եմ նրան։ Կարծես հարազատ քույրս լինի։ Իսկ տարիներ առաջ ատում էր։ Քեզ չսիրել եմ նրա որ չի։ Քո գեղեցիկ աչքերն են, որ ինձ ապրելու իմաստ են տալիս։ Իսկ եթե նրանք դադարեն մի օր ինձ նայել, ես կմեռնեմ։ Մի օր անպայման կփորձեմ։ Մտքովդ էլ չանցնի։ Ես մեր սերը պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ եմ։ Լավ, հանձնվում եմ։ Բայց հիմա հարմար պահ չես գտել սեր խոստովանելու համար։ Կարինան երևի արդեն մեզ է սպասում, արի գնանք։ Դե, նման խոստովանությունների համար հատուկ պահ պետք չի։ Բայց իմ կողմից տխմարություն կլիներ, եթե ես առիթը չօգտագործեի։ Մարկ, ես երբեմն քեզ նեղացնում եմ։ Հիմար բաներ եմ ասում։ Ստիպում եմ, որ բաժանվենք։ Բայց ես քեզ շատ եմ սիրում։ Ու ուզում եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի։ Խնդրում եմ ների ինձ, հա։ Այդ դու ինձ ների, որ քեզ ստիպում եմ իմ պատճառով տառապես։ Հասկացա։ Մի շարունակի։ Դա։ Հա, Արամ ջան, արդեն գալիս եք։ Կարինա ջան, կներես, բայց այսօր ես ու Մանեն երևի չկարողանան գալ։ Ինչի Արամ, ես ձեզ անհամբեր սպասում էի։ Մանեն իրեն լավ չի զգում։ Մեր կողմից բարև իրեն կերոջդ։ Դեռ առիթ կունենանք ծանոթանալու։ Անպայման Արամ ջան կբարևեմ։ Ափսոս առանց ձեզ շատ տխուր կլինի։ Բայց Մանեի առողջությունը ավելի կարևոր է, ուշադիր եղեք։ Լավ, առայժմ։ Ափսոս, շատ կուզենայի Արամի կարծիքը լսել Արսենի մասին։ Կարինա, ինչ-որ բան ա եղել։ Արամը զանգեց, ասեց, որ Մանեն իրեն լավ չի զգում, չեն գա։ Բայց այսօր օֆիսում լավ էր։ Ադե չնայած իր վիճակում դա նորմալ է։ Մամ, ժամանակը չի, որ Մանեն էլ չաշխատի։ Չէ, չեմ կարծում։ Համել Մանեն իրան արձակուրդ այսքան շուտ չի պատկեվի։ Երբ ես էի հղի, մինչև վերջին օրը աշխատել եմ։ Մամ ջան, քո ուժն ու եռանդը ոչ մեկս չունենք։ Դե լավ էլ մի չափազանցու, ասա ինչով օգնեմ։ Ոչ մի բանով, մամ ջան։ Բայց խոստացի, որ հենց որ Արսենը գա, դու ինձ հայացքով կհասկացնես, հավանել ես նրան, թե չէ։ Կարինա, այդքան մի լարվի։ Ամեն ինչ լավ կլինի։ Կարևորը դու ես հավանել ու սիրահարվել։ Մենք հո չենք ապրելու նրա հետ։ Ես Միկային էլ էի սիրում։ Նորից Միկա։ Կարինա, հանի նրան գլխիցդ։ Այդպես չի կարելի, դու բոլորին Միկայի հետ ես համեմատում։ Լավ, խոստանում եմ, էլ նրա անունը չեմ տալու։ Գոնե այսօր։ Հա, Արամ ջան, ոնց է Մանեն։ Լավ է, քնեց։ Հազար անգամ ասեցի մի խառնվի իրար։ Սովորական գլխապտույտ է եղել էլի։
Արամ ջան, այդքան բանը ես հասկանում եմ, բայց պատկերացնում ես մի օր այդ գլխապտույտը այնպես մի տեղ բռնի, որ կողքին ոչ ոք չլինի։ Հասկանում եմ, մամ։ Դրա համար էլ նենց եմ անում, որ մանել որևէ տեղ մենակ չգնա։ Արամ ջան, չես մտածում, որ ժամանակն է մանեն արդեն տանը նստի չաշխատի։ Ես էլ եմ այտենց ուզում։ Բայց մանեն ասում է, որ ինքը մենակ տանը մնալով կձանձրանա։ Դրանից ավելի շատ դեպրեսիա կտանի։ Բայց ինչի մենակ, բա ես։ Դե որ իմանամ դու չես աշխատելու, մանեի կողքին կլինես, ես էլ կազեմ օֆիս չի գնի։ Դե չէ, ոնց չաշխատեմ։ Հիմա ալան չի հասցնի։ Մամ, ամեն ես ասում, ամեն։ Ոյ, չգիտեմ, ուզում եմ բոլորիս համար էլ լավ լինի։ Որ ճիշտն ասեմ, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, երբ մանեն օֆիսում է, կողքիս։ Լավ։ Դուք գիտեք, դուք որոշեք, երբվանից մանեն տանը կմնա։ Ես արդեն որոշել եմ։ Հենց որ թառնիկս կծնվի, ես էլ չեմ աշխատի։ Ալայն արդեն ասել եմ։ Այդ մեկը շատ լավ նորություն էր։ Հալածություններ մի թառնիկ ունենա ու կարող է դուք վերջապես որոշեք այդ սրճարանը փակել։ Խելքս բան չի կտրում, Արամ ջան։ Ինչի՞ց եմ։ Վահեն էր այսօր եկել սրճարան։ Ամբողջ դեմքը կարմրած, կապտած։ Ինչի շուտ չէիր ասում։ Կռիվ արել։ Դե քույրիկ ջան, ոնց էր ուշանում ա մեր փեսացում։ Մի հատ գա, տեսնենք ինչ տղա է, հարմար է մեր քերոջը, հարմար չի։ Լավ, Մարկ, էլ մի այդպես խոսիր։ Չի ուշանում, էլ մի խառնվի իրար, հեսա մի քիչ հետո կգա։ Լավ, բան չասացի, կսպասենք։ Բան մամայինք ունեն։ Իրեն սենյակում են, պապան հագնվում է, որոշել է փողկապ կապի, կոստյում հագնի։ Կարինա, ոնց որ Արամենք էլ են, հա ուշանում։ Արամենք չեն գալու։ Մի քիչ առաջ զանգեց ասաց, որ մանեն իրեն մի փոքր վատ ազգում, երևի չկան։ Լուրջ բան է եղել։ Չեմ կարծում, որովհետև մանեին հիվանդանոց չեն տարել, տանն է։ Երևի ուղղակի իրեն վատ ազգացել, կանցնի։ Ախր մանեն հիմա իզուր աշխատանքի գալիս, պետք է տանը մնա։ Սպասեք։ Այս ինչ ես ասում, Նարեկ ջան։ Ոնց կարող է մանեն աշխատանքի չգա։ Ես մի օր առանց նրա չեմ կարող աշխատել։ Տենց բան չի կարա լինի։ Ուրեմն մանեն պիտի երեխա չունենա, ինչա դու առանց մանեի չես կարողանում։ Նոր աշխատող քեզ գտի, Մարկ։ Հա թող երեխան ունենա, հետո նորից կա աշխատանքի։ Մարկ, բա երեխան ով է կերակրելու։ Դե ասենք հետո թող բերի օֆիս, համ էլ երեխան ծնված օրվանից գովազներում կնկանենք։ Արսեննա։ Նայեք ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ հոյակապ է։ Գնա դուրը բաց։ Գնում եմ։ Մարկ, քույրիկդ սիրած գլուխը լրիվ կորցրել է։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Ալան ինչ արեց, ոչ մի բան չասեց։ Ասում է ընկել եմ։ Ինչ ընկնել, փորձանք է այդ տղեն։ Չէ Արամ ջան, դա ընկածի բան չէր։ Հաստատ նա կռիվ էր արել, բայց ում հետ, ինչի համար, չիմացանք։ Մամ, դու մանայի կողքին մնա, ես մի հատ գնամ վայից, տենամ ինչ ա եղել։ Նոր եմ խոսել Ալլայի հետ։ Ասեց, որ քնած է, միտք էլ չունի զարթնելու։ Ամեն դեպքում գնամ հասկանամ ինչ ա եղել, կարող է Հալաջոջյան ինչ-որ բան պետք լինի։ Դե գնա, բայց ասում եմ, ավելի լավ չի, Կարենին զանգենք իմանանք։ Դե որ շուտ ասիր կզանգի, հիմա արդեն ուշ է։ Ավելի լավ է վային տեսնեմ։ Կարող է կլիենտի մեքենա է սարքել, փողը չեն տվել։ Իրար չեն հասկացել, քաշ քշել են, մի երկու արկետ տվել են։ Չգիտեմ, կարող է ոչ մի լուրջ բան էլ չկա։ Ուր էր թե այդպես լիներ։ Դե, տեսքս ոնց է։ Էնպես ես հուզվել, ասես փեսացուն դու լինես։ Ես ուղղակի ուզում եմ, որ մեր փեսան իմանա, թե իր ապագա աներինով է։ Այս դեպքում ոչ աները, ոչ իր ապագա զոքանջը կարևոր չեն։ Կարևորը Կարինասը։ Մենք այս անգամ էլ չի հաստատվի։ Կարինան հիմա մեր աջակցության կարիքն ունի։ Ով էլ ուզում է լինի այդ տղան, մենք պետք է լինենք շատ զգուշ եւ ներբնկատ, որպեսզի չվիրավորենք Կարինայի զգացմունքները։
Ռոբ պետք է տեսնեի, թե ոնց էին փայլում նրա աչքերը։ Ոնց որ քո աչքերը, երբ որ առաջին անգամ մենք հանդիպեցինք։ Նոնա, հիշում ես, երբ եմ ես քեզ վերջին անգամ ասել, որ սիրում եմ քեզ։ Իսկ դու հիշում ես։ Հիշում եմ։ Նոնա, մեր բաժանումից հետո առաջին անգամ է, որ համաձայնվեցիր ինձ հետ հանդիպել։ Մանոն իմ երեխաների կորցը։ Սիրում եմ քեզ, Նոնա։ Նոնա, այս տարիների ընթացքում ես հասկացա մենակ մի բան, որ քո սիրո և համբերության չափը սահման չունի։ Դեռ ես շատ պետք է պայքարեմ, որպեսզի արժանի լինեմ քեզ։ Ես քեզ խելքի պես եմ սիրում, Նոնա։ Իսկ ես շնորհակալ եմ քեզնից։ Դու այնպես արեցիր, որ ես նորից սկսեցի հավատալ։ Ու սիրել քեզ։ Կարնե, դու այնքան գեղեցիկ ես, նույնիսկ մոռացա, թե ինչ պետք է ասեմ։ Սա քեզ։ Շնորհակալ եմ, Արսեն։ Ինձ լրիվ կորցրել եմ։ Ինչի ենք շեմին կանգնել։ Արի անցնենք ներս։ Մերոնք անհամբերությամբ քեզ են սպասում։ Կարող ես թավսաշկով նայել։ Արի, մի վախեցի, ես քո հետ եմ։ Կարնե։ Ասա, Արսեն։ Լիան ջան, խոսում ա, որ մարդ բան հասկանա։ Ասեցի զանգեմ քեզ, կարող է Կարենը մի բան իմանա։ Նույն վիճակում էլ Կարենն ա տուն եկել։ Ոչ էլ հաց կերավ, միանգամից գնաց պարկեց։ Լիան, կարող է իրար հետ ընկրվել։ Խայտարակ կլինենք։ Մամ, հանգստացի։ Կարենը Վահեի հետ կռիվ չեր անի։ Ամեն օր հազար ու մի տեսակի մարդ ա մտնում արհեստանոց։ Կարող է մեկի հետ լեզու չեն գտել։ Բա ինչի Վահեն ցերեկով տուն եկավ, իսկ Կարենը միջև երեկո մնացել է արհեստանոցում։ Ուրեմն հաստատ իրար հետ են կռվել։ Ավելի լավ կլինի դու ենթադրություններ չանես։ Գնա պարկի, ես Կարենից ամեն ինչ կիմանամ ու քեզ կզանգեմ, լավ։ Դե լավ, բալես։ Բարի գիշեր։ Դու ինչի ես քան շուտ գնացիր։ Ինչի ինձ մենակ թողեցիր, այ Ռաֆիկ ջան։ Եթե դու լինեիր, Վահետ իրան այսքան անտեր ու անօգնական չէր զգա։ Այսօր ինչ էր լինի այդ երեխան։ Այսքան տարի ահեցի, պայքարեցի, բայց ինչ անքոտ։ Երեխոտ դու ես պետք։ Ախր ես ինչ մերեմ, որ իմ այստեղ մենակ նստած ախ ու վախ եմ անում, որ հանկարծ երեխուս բան չպատահի։ Բա դու չլինեիր, որ տղուտ
Հայրական խորհուրդ։ Դու ուղիղ ճանապարհ ցույց տայիր։ Տեսնես ով է այս ժամին։ Պապ, գիտես, Արսենը ճարտարապետ է։ Նույնիսկ մասնագիտությունների հարցում ինչ-որ նմանություն ունենք։ Ես կարծում եմ, դա շատ լավ է։ Ուրախ եմ։ Իսկ ինչ շենքեր եք նախընտրում նախագծել տղա ջան։ Ավելի շատ բնակելի շենքերի ու առանձնատների պատվերներ եմ ունենում։ Դա հիմա մեր ժամանակներում ավելի լավ գումար աշխատելու, բայց ընդհանրապես սիրում եմ օրիգինալ եւ յուրահատուկ գործեր անել։ Ուրեմն արդեն գիտենք, թե մեր ապագա մեդիա կենտրոնի շենքը ում ենք վստահելու։ Մեծ հաճույքով պատրաստ եմ օգտակար լինել հնարավորությանը սահմաններում։ Դրա մասին դեռ կարծում եմ մոտ ապագայում ժամանակ կունենաք քննարկելու։ Ես համամիտ եմ Կարինայի հետ, ավելի լավ է Արսենը օգտվի մեր փոքրիկ հյուրասիրությունից։ Ու իսկական պահն է, որպեսզի մենք բարձրացնենք բաժակները, խմենք ծանոթության կենացը, առաջին հանդիպման կենացը, ու որ նա խոստումնալից լինի։ Պիտի ասեմ ձեզ, որ Արսենը շատ մեծ ցանկություն ուներ բոլորիդ հետ ծանոթանալու, մանավանդ քո Մարկ։ Ես էլ էի շատ հետաքրքրված մեր հանդիպմամբ։ Կարինան մի առանձնակի հպարտությամբ է պատմում ձեր մասին։ Մեր մասին։ Հա, մի զարմացեք։ Ձեր սիրո պատմությունը շատ լավ օրինակ է բոլոր սիրահարների համար։ Իհարկե շատ շնորհակալ եմ, բայց կարծում եմ յուրաքանչյուր զույգի սիրո պատմությունը իր հետաքրքրությունն ունի։ Բայց լավ կանենք մեզանից օրինակ չվերցնենք։ Ամեն ինչ չի, որ մենք ճիշտ ենք արել։ Մենք էլ մեր կյանքում շատ սխալներ ենք ունեցել։ Սխալներ բոլորի կյանքում են պատահում, իմ սիրելի եղբայր։ Կարևորը այդ սխալները ժամանակին ուղղելն է։ Լավ, այսօր սխալներից չենք խոսում։ Ես շատ ուրախ եմ տղա ջան, որ իմ Կարինան քո նման տղայի հետ է ծանոթացել եւ հուսով եմ, որ իրար չենք նեղացնի։ Եվ միմյանց նկատմամբ անկեղծ կլինենք։ Հենց Կարինայի անկեղծ ժպիտն էր, որ ստիպեց ինձ հետաքրքրվել խորհրդավոր գեղեցկուհով։ Դե լավ մի չափազանցրու։ Ես արդեն ամաչում եմ։ Անկեղծությունը այն ամուր հիմքն է, որ բոլոր հարաբերությունները դարձնում է ցանկալի եւ ամուր։ Չեմ կարող չհամաձայնվել, պարոն Ռոբերտ, ու հուսով եմ, որ երբևէ հուսախաբ չեմ անի Կարինային։ Իսկ ես ինձ լավ կպահեմ, որպեսզի քեզ հուսախաբ չանեմ։ Ինձ կներեք։ Դե լավ, խմենք, մինչև Մարկը գա։ Խմենք։ Արսեն, դու ազնիվ տղա ես երևում։ Ես ուզում եմ քեզ ու Կարինային մի հատ հայրական խորհուրդ տալ։ Իհարկե, մենք ուշադիր լսում ենք։ Մեծահոգի եղեք իրար նկատմամբ եւ կարողացեք իրար ներել։ Դե Արսեն ջան, ես գնամ, ինձ կներեք շատ ուրախ էի ծանոթանալու համար, ուղղակի մի փոքր անհետաձգելի գործեր կան։ Մարկ, անհարմար է, ախր հյուր ունենք։ Դե մամ, ներողություն խնդրեցի, չէ՞։ Հուսով եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չի լինի։ Չէ, ինչ ես ասում, մեր ընկերությունը դեռ նոր է սկսվելու։ Հա, ոնց։ Կարինե ջան, քեզ շատ եմ սիրում, բայց ինձ կներես պիտի գնամ։ Շատ ափսոս, որ Մարկը չկարողացավ մեզ հետ մինչև վերջ մնալ։ Դե լավ, ոչինչ։ Արսենը նույնպես զբաղված մարդ է, հուսով եմ մեզ կհասկանա։ Հա, իհարկե, պրոբլեմ չկա։ Ներսարի Արամ ջան, ընկերդ քնած է։ Հա։ Լավ դե որ տենց է ես ավելավա գնամ։
Maman ասել էր վայ ինչ որ բան է եղել դրա համար էլ եկա։ Արամ ջան, շատ կուզեի որ հետը խոսեիր։ Բայց չգիտեմ ճիշտ կլինի որ հիմա արթնացնեմ իրան։ Չէ, թող քնի։ Վաղ առավոտ ընկամ կխոսեմ։ Արամ, ինչ ա եղել, ինչ ես եկել։ Դու պիտի ասես ինչ ա եղել։ Ես ինչ ա վիճակը։ Մամի բաժակ ջուր բեր։ Տատ ջան, արդեն ուշա չես քնում։ Ամբողջ օրը կամ քնած եմ, կամ էլ նստած եմ այս բազմոցի։ Ես էլ եմ քո օրը ընկել։ Արդեն ձանձրույթից չգիտեմ ինչ անեմ։ Լավ այսօր Դարեն զանգեց, դուրս եկաք մի քիչ ցրվեցինք։ Այ որ ամուսնանայիր, Լեանից նման մի սիրուն բալիկ կունենայիր։ Ու չէիր զգա երբ ա օրը սկսվում, երբ ա վերջանում։ Տատ, երևում այս տանը բոլորին միայն իմ ամուսնության թեման է հետաքրքրում, հա։ Մարա ջան, ամեն աղջիկ մի ծաղիկ ա։ Երբ ծաղկելու պահը գալիս ա, պետք է ամուսնացնես։ Թե չէ կբուրի ու կթորոմի, ու էլ ոչ մեկ վրան չի նայի, չէ։ Վայ տատ ջան, մորս նման դու էլ ես վախենում որ տանը կմնամ։ Չէ, բալես, ես վախենում եմ որ ինչքան մեծանաս, այնքան կմահաճ կդառնաս։ Ու քեզ համար դժվար կլինի ընտրություն անելը։ Տատ, ախր ես ոչ մի տղայի դուրը չեմ գալիս, ոնց ամուսնանամ։ Վայ ուշ կգնում ակու համար, քանի տարի ա հանգիստ չունի, իսկ դու իրան բանի տեղ չես դնում։ Կուզեիր որ ամուսնանայի Վահեի հետ։ Դե Վահեն վատ տղա չի, բայց իմ ուզելով չի բալես, տղեն ու աղջիկը պիտի որոշեն։ Աղունիկների նման իրանք պիտի իրար գուրգուրեն, սիրեն, փախակշեն, որ իմանան իրար համար են ծնվել թե չէ։ Հոտարության մեջ երբ մենակ էի, ու ոչ մեկ ինձ չէր ասում էս արա, էն արա, ես անգամ չէի մտածում այդ ամուսնության թեմայով, ինչպես մաման ասում որ տանը կմնամ, իսկ հիմա որ հարազատներից հետ եմ էստեղ, բոլորին միայն էդ է հետաքրքրում, անգամ մտածում եմ որ ես էս տանը ավելորդ եմ։ Սխալ բաներ ես մտածում, Մարա ջան, վերջ, ես էլ քեզ ոչ մի բան չեմ ասում։ Մի նեղացի տատ ջան։ Ուղղակի ախր բոլորը միայն դրա մասին են խոսում։ Եթե ես չսիրեմ, չեմ կարող ամուսնանալ։ Կաղոթեմ բալես, կաղոթեմ, որ սերը շուտ այցելի քեզ։ Սխալ ես արել որ Կարենի հետ կռվել ես։ Կամոտ, մաման չլսի։ Կարենը մի բան հասկանում է որ չի ուզում դրած գարաժում տենա։ Կրակն ընկանք էլի որ իրա գարաժն է։ Հասկացանք ինքն է աշխատացնում։ Բայց այդ չի նշանակում պետք է իր ուզածով հելենք նստենք։ Երբ որ այդ նույն արհեստանոցում ես ու դու ենք աշխատում, ինչ որ չեմ հիշում, որ պարապ ժամանակ թաղի տղեկին հավաքեին կխներից ու բլոտ խաղային։ Այդ ինչ սեր է մտել մեջդ, որ դրա համար էլ Կարենի հետ բազար ես անում։ Եկել ես գլխից քարոզ կարդաս։ Կարող է գիտես աղբերդ եմ։ Ասի վայ, ես աղբորս ավելի ուշ եմ ճանաչել, քան քեզ։ Մենք մանկության ընկերներ ենք։ Ու պետք եղած տեղը դու իմ աղբորից առավել ես իմ համար։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, եթե ինչ-որ բան է եղել, ասա իմանամ։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ես իմ պրոբլեմները կարամ լուծել։ Գնամ, տանը սպասողում ես։ Գինև կանանգստանա։ Ինչ ես դուստու։ Ինչ ա եղել, ասա իմանամ։ Հարամ թող գնա, հա, հավես չունեմ։ Լավ։ Տեսնում եմ հիմա ուղեղը չի աշխատում։ Վաղ խոսեմ։ Կներես աղբերս։ Բարի գիշեր։ Սահակ ինչ-որ բան ա ծրագրել։ Այդ ձեր աղվեսը ուզում ա շինարարություն սկսիր եմ ասում։ Կարեն գիտեմ, որ Վահեի հետ ես կռվել։ Բայց խնդրում եմ էլի ասա ինչ ա եղել։ Գնա աղբորդ էլ հարցրի ինչ ա եղել։ Մնաս բարով Մարկ, ուզում եմ որ երջանիկ լինես։